Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, գրգին անգամ ձեզ հետ ենք Արմենիա հայրադեսիլ են հարցազրույցներու հայդակրով։ Այսօր հարցազրույցներու հայդակրի մեր հյուրն է հետաքրքրական անձնավորությունը, դաղանդը, աստղը, որ փայլած է անցնող 6 տարիներուն եւ դակավին իր ջամփան գշարունակե հաջողություն թեպի վերելք։ Այսօր մենք բարեփոխություն ունենք մեր ստուդիոյեն ներս ունենալու հայրենի արվեստագետուհի երիտասարդ Մաշա Մնջոյանը։ Բարի եկացիք Մաշա։ Շնորհակալ եմ։ Ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Մաշա, ես նախ կուզեի ցեզի մեր հերոստատիտոներուն ներկայացնել հագիրճ ձեր կենսագրական քիծերով, որ մենք իդ կուզեինք մեր զրույցը սկսել միասնապար եւ դուք ավելի մանրամասնեք ձեր մասին, մանավանդ ձեր ասպարեզի մասին։ Ուրեմն սիրելիներ, Մաշա Մնջոյան ծնած է 1995-ին Գյումրիի մեջ։ Անշատ փոքր տարիքեն ունեցած է հadouk սեր եւ դաղանդ հանդեպ երգի եւ երաժշտության։ 2000 թվականին 2008 թվականին ան իր մասնակցությունը բերած է Տեխնիկ մանկաբանական երգչախումբին։ 2007-ին ան կմասնակցի Բերլինի Մարգարիտներու մրցույթին եւ գշահի 4-րդ մրցանակը։ 2008-ին ան կմասնակցի մանկական Եվրադեսիլի մրցույթին իր իսկ հորինած իմ երկի հնչյունը երկով 2013-ին Մաշա Մնջոյան գարժանանա Հայաստանի ցայն Voice of Armenia մրցույթի առաջին մրցանակին եւ արդեն իսկ անոր հաջորդ տարիներուն ան դարբեր ելույթներ եւ երգանտեսներ ունեցած է դարբեր քաղաքներու մեջ եւ այսօր կգտնվի Սիդնի Ավստրալիա հadouk ծրագիրներով Ուրեմն Մաշա հիմա որ կգտնվիք Ավստրալիա նախքան այդ աշխատանքներուն անդրադառնալը գուզեի ցեզի հետ անդրադառնանք նախ թե ինչպես այս երկի սերը ծեր մեջ ծնունդ արած է եւ ինչպես զարգացած է արդյոք ծեր ընտանիքեն ներս ովևէ մեկը ունեցած է այդ տաղանդը եւ ցեզի փոխանցած է Երկը սկսել եմ շատ մանուկ հասակից 4 տարեկանից այդ ուղին ինձ համար ընտրել է իմ հորաքույրը Ինչի համար շնորհակալ եմ, որովհետև չեմ կարծում, որ երկից բացի ես ավելի լավ մասնագիտություն ինձ համար կկարողանայի գտնել, իսկ ինչ մնում է արդյոք կա իմ ընտանիքում երկող անձնավորություն, թե չէ, ես այս իմ տարիների ընթացքում լսել եմ, որ խնջույքներին, տարբեր միջոցառումներին իմ մայրիկը երբեմն նվագում եւ երգում է, ես գիտեմ, որ նա շատ գեղեցիկ ձայն ունի, իմ տատիկն է շատ գեղեցիկ ձայն ունեցել, հորաքույրս նաեւ հայրս, բայց ոչ մեկ չի երգել, մանավանդ Գյումրի քաղաքում այն ժամանակ բեմի վրա կանգնել դա մի քիչ ուրիշ հասկացողություն է, շատ մարդիկ չեն կարողացել ելույթներ ունենալ, որովհետեւ ոչ նրանք պետք է տանը լինեին անպայման Այդ պատճառով առաջին երկողը իմ ազգից, իմ ցեղից ես եմ եղել եւ կուզենամ, որ այդ ուղին շատ երկար շարունակեմ եւ փառքով շարունակեմ Սիրելի Մաշա, մենք կենսագրական քիծեր հետ արդեն տեսանք, թե զանազան մրցույթներում մասնակցած ես շատ փոքր տարիք հետ եւ անոնք միջազգային մագարտակի վրա եղած մրցույթներ են արդյոք ինչպիսի ինքնավստահությամբ գրծար այդ մրցույթներում մասնակցել ինչ էին քու զգացումներդ այդ փոքր տարիքից այդ մեծ փեմերու վրա մրցույթի կալով եւ ներկայացնելով թերևս Հայաստանը կամ այդ ծեր երգչախումբը որ մաս կգազմեիք Ասեմ, որ իմ երկարվեստի առաջին քայլերը սկսվել են արդեն ինչպես նշեցիք, Տեխնիկ մանկապատանեկան համույթից, այդտեղից ես սկսվեցի կրթվել, սովորել, երգել ճիշտ, բեմի արվեստ, բեմում ճիշտ պահելը, եւ ամեն տարի մենք ունենում էինք համերգներ, այսինքն տարեվերջյան համերգ ներկայացնում էր Տեխնիկն իր աշխատանքը ամբողջ տարվա ընթացքի, եւ ամեն համերգի ընթացքում մենք ունենում էինք մի հայտնի հյուր Եվ 2007 թվականին տարեվերջյան մեր համերգի հյուրն էր Նադեժդա Սարգսյանը, Հայաստանում շատ հայտնի մասնագետ երաժշտության եւ երգչուհի եղել նաեւ։ Այդ ժամանակ նա այդ համույթից ընդգրկեց ինձ, վերցրեց, հավանեց եւ առաջարկեց իմ առաջին մրցույթը, որ ես մասնակցեմ, որը կայացավ Գերմանիայում, Berliner Perle կոչվում էր որտեղ ինչպես արդեն նշեցիք 7-րդ տեղը 4-րդ տեղը ես գրավեցի իհարկե առաջին անգամը շատ դժվար է որովհետև չգիտես դա ինչ է չգիտես մրցույթն ինչ է իրանից ներկայացնում տարբեր ազգի մասնակիցներ որոնք արդեն 1000 անգամ մասնակցել են իսկ դու առաջին անգամ ես շատ դժվար է իսկապես եւ մրցույթը կարող է շատ մեծ դեր խաղալ քո կյանքում որովհետև կոփում է քեզ
որովհետև մտածելակերպդ մի քիչ փոխվում է մրցույթից հետո ուժեղանում ես մրցույթի, շատ պետք է ինձ թվում է յուրաքանչյուր երգիչի գոնե մասնակցել մի քանի մրցույթի, որովհետև դա շատ կարևոր է, շատ ուսուցանող է։ Այնուհետև շարունակեմ, ինձ համար շատ կարևոր մրցույթ էր Եվրատեսիլը, Հայաստանում մասնակցեցի նախընտրական փուլը, մանկական Եվրատեսիլի, իմ երգը սեփական զբաղեցեց երրորդ հորիզոնականը, իսկ այն երգը, որը ներկայացվեց Եվրատեսիլ 2008 թվականին, մանկական իմ խոսքերով երաժշտությունը այլ անձնավորություն էր գրել, ներկայացրեցինք, ես որպես բեք վոկալ ներկայացա այդ տարի։ Ինձ համար նաև դա էր շատ կարևոր, որ փոքր հասակում նաև ճանաչեցի Եվրատեսիլի բեմը, դա էլ հասկացա, շատ մրցույթների եմ նաև մասնակցել Վրաստանում, չգիտեմ, շատ հիմա արդեն չեմ հիշում, որովհետև այդ ամբողջ պատվոգրերը մեր տանը դրված են, ես կարող եմ հիմա գնամ Հայաստան մի հատ աչքի ծերով նայեմ, որովհետև արդեն բոլորը համարյա թե մոռացել եմ։ Մրցույթային իմ շրջանը եղել է Նադեժդա Սարգսյանի հետ, նաև դա նշեմ։ Այդքանը կարող եմ ասել։ Եթե կանք եւ մի քիչ այդ մրցույթներն անցնենք եւ շարունակենք եւ հասնենք անցնող քանի տարիներուն 2013-ին անշուշտ Հայաստանի մեջ առաջին անգամներ որ Voice of Armenian կամ Հայաստանի ցայնը հաղորդաշարը դեղի կունենար եւ առաջին դարվա մրցանակագիրը դու գեիք Մաշա ինչ էին այդ ծեր զգացումները այդ բահուն երբ որ այդպիսի հաղորդաշար մձրակիր մարդեն ուրիշ երկիրներում մեջ եւ բավական ժողովրդականություն կդածեր ինչպես պատրաստվեց այդ մրցույթին եւ արդյոք գագնգալի էր որ պիտի շահիս այդ մրցումը TV շոուներին մանուկ հասակից հետևել եմ միշտ երազել եմ որ մի այդպիսի մրցույթի էր ես մասնակցեմ որը հենց հեռուստացույցով կհեռաձայնեն Հենց այդպեսի նախագիծ, այսինքն դա կլիներ X Factor, կլիներ Superstar կամ The Voice։ The Voice-ը առաջին տարին էր, որ Հայաստան բերվեց եւ որը ես մասնակցեցի, բայց այդ շրջանում նաեւ X Factor-ը սկսվեց Հայաստանում եւ ես մտածում եի արդյոք որը կարելի է մասնակցել, որը եւ այդ ժամանակ դեռ սովորում էի Մշակույթի պետական քոլեջում, Նադեժդա Սարգսյանն էլ տնօրենն էր, նորից համագործակցում էինք միասին եւ այնպես եղավ իրար հետ խոսեցինք եւ ասեց գիտես ես արդեն ներկայացրել եմ քո հայտը The Voice-ին էլ մտածելու բան չունես որը մասնակցես եւ այդպես երևի դա իմ բախտն էր որ ես մասնակցեցի հենց The Voice-ը եւ վերջում հաղթեցի բայց իրականում չէի մտածում կյանքում որ ես կկարողանամ հասնել այդքան երկար եւ մի բան էլ հաղթեի դա կապ չունի ընդհանրապես վստահ լինելու մեջ ուղղակի ես չէի նախատեսել չգիտեմ իմ կարծիքով Չէի նախատեսել այդ մրցույթը, այնպես չէ, որ ես վստահ չէի իմ ուժերին կամ չէի կարողանա հաստատ շարունակել։ Մի խոսքով, առաջի քայլն էր շատ դժվար, որը ես հաստատում ներկայացրեցի եւ որը շատ-շատերը մինչեւ հիմա հիշում են, դա Ալելույա երգներ, որով ես մուտք գործեցի հենց The Voice նախագիծ։ Եվ այդտեղից ինձ բոլորը հիշեցին, չգիտես ինչի շատ մարդիկ մինչեւ հիմա ասում են, որ հենց այդ երգը քո լսեցինք, ասեցինք հաստատ այս աղջիկը հաղթելու է։ Եվ իմ բախտից հենց այդպես էլ եղավ եւ իմ կյանքը շատ փոփոխվեց հենց The Voice մրցույթից հետո, որովհետեւ հաղթանակը արդեն բոլորիս ժողովրդականություն այո, իհարկե, ճանաչում, սեր, շատ ինձ օգնեց իմ ասպարեզում The Voice-ը Ես դրանից առաջ էլ իմ ասպարեզն ունեի, իմ երկարվեստով զբաղվում էի, բայց շատ քչերը գիտեին Գյումրիում, որտեղ ես ծնվել էի եւ սովորում էի։ Բայց The Voice-ից հետո ինձ ճանաչեցին ամբողջ Հայաստանով, Սփյուռքը, շատ մարդիկ, ովքեր նաեւ դրսում էին ապրում։ Այդպես։ Շատ լավ, Մաշա, արդեն իսկ ինչ որ գբատմես քու արվեստիտ մասին եւ քու ելույթներուտ մասին արդեն իսկ բավական գարձեմ ներշնչում գուդա մեր երդասարտներուն անոնք որոնք քեզիպես այսպիսի երկարվեստի հանդեպ սեր ունին անդրադառնալով գրգին անգամ քու այս ճամփորդությանը արվեստի մեջ ուրեմն գիտենք որ 2016-ին մասնակցությունը բերած ես Եվրադեսիլի մրցույթին Ինչ բաժինով այդտեղ մասնակցություն բերիր եւ ինչ էին զգացումներդ երբ մենք հայերս եկանք
7-րդ մրցանակի վրա, արդյոք ավելին կսպասեինք եւ չունեցանք եւ կամ այդ չսպասված էր եւ ունեցանք, ընդհանուր մթնոլորտի մասին եթե կարելի է մեզի այդ մրցույթի մասին խոսիկ։ Երբ հրավեր ստացա, որպես բեկ-վոկալ ներկայանալ 2016 թվականին Իվետայի հետ, ճիշտն ասած շատ ուրախացա, բայց Հայաստանում երգիչները երբեմն հրաժարվում են բեկ-վոկալ երգել նրանց գոլեգաների հետ, որովհետև մտածում են, որ դա հարիր գործ չէ, բայց ինձ համար պատիվ էր, որ ես կարողացա ինչ-որ մի մասը լինել Եվրատեսիլի մեջ, դա կապ չունի բեկ-վոկալ, դա կապ չունի սոլո երգիչ, իհարկե շատ մեծ կապ ունի, մենք միայն սոլիստին տեսանք այս անգամ, բայց բացի դրանից, եթե բեկ-վոկալն էլ չհաշվենք, ինչքան մարդիկ կան, որ այդ 3 րոպեանոց ելույթի հետևում աշխատանք են արել մոտավորապես մի տարի, շատ մարդիկ կան, ում անունները կյանքում չեք լսել, բայց շատ մարդիկ կան, որ աշխատում են։ Ես շատ ուրախացա, որ հրավերը ստացա եւ սիրով 3 ամիս ստաժանակիր աշխատեցինք, որի արդյունքը դուք տեսաք եւ ես համոզված եմ, որ ինձ նման շատերն են մտածում, որ այս տարվա մեր համարը լավագույններից էր Հայաստանի։ Իհարկե սպասում էինք շատ ավելին։ Մենք միշտ ուզում ենք առաջին տեղը եւ ինձ թվում է մի օր դա մեզ մոտ կստացվի, բայց համենայն դեպս այս տարի նկատվեց խիստ քաղաքականությունը մրցույթում մեր 7-րդ տեղը արդեն մեզ համար հաղթանակ էր այս տարվա այդ խառնգադի արած այդ բոլոր պայմաններով չէ։ Մանավանդ որ այս տարի շատ ուժեղ մասնակիցներ կային եւ շատ շքեղ էր ամեն ինչ պատրաստված, կարևորը այս ամենի ընթացքում եղավ որ շատ գեղեցիկ եւ հիշարժան ելույթ ունեցանք, հիմա բոլորը խոսում են որ Հայաստանն ամենալավն էր, Հայաստանի ներկայացուցիչը, Հայաստանի պատվիրակությունը, դա մեզ համար հաղթանակից էլ վեր է։ Շատ խելացի արտահայտություն ունեցար Մաշա այդ Եվրադեսիլի ցերկու մասնակցության մասին, հույսով եմ որ բոլոր արվեստագետները այդպես կմտածեն։ Միշտ կհավատանք որ փոքր աշխատանքները կողքովիկալով մեծ արդյունք պիտի տան եւ ապրիս որ այդպես կմտածես։ Իսկ անդրադառնալով քու այցելությանդ Ավստրալիա, գիտեմ որ անցյալ տարի ալ հոսեիր եւ որոշ ցերնարգի մասնակցությունը դեպի կամ ելույթ ունեցար, նաև այս տարի հոսեք։ Գրնակաս 2 տարիներու ցեր Սիդնի այցելության մասին անդրադառնալ մեր հերոստատի դողներուն։ Սա իմ արդեն 3-րդ այցն է Սիդնեի, ամեն անգամ իմ գալու պատճառը երգը եւ երաժշտությունն է, բայց ամեն անգամ տարբեր ձևի է ստացվում։ Առաջին անգամ Ֆորշի եւ Մուրադ Մախասյանի հետ համերգ այստեղ ունեցանք։ Շատ գեղեցիկ անցավ, դա անցավ։ Երկրորդ անգամ մենահամերգով ելույթ ունեցա, որը գլխավորում էր համազգային նայրի միությունը, ում շնորհակալ եմ, որ ամեն անգամ արդեն իմ ամեն անգամ այցից ինձ շատ գեղեցիկ ներկայացնում են, միշտ նրանց հովանու ներքո է իմ համերգներն անցկացնում։ Շնորհակալ եմ նաև իմ երկրորդ համերգի համար Աննային Հովհաննիսյան, ով կազմակերպեց այդ ամեն ինչը։ Իմ երկրորդ համերգը սոլո համերգ էր կոչվում, բայց բնականաբար Նայրի միությունը ներկայացրեց նաև նրանց աշխատանքները, նրանց ներկայացումները, ստեղծագործություններ, ոտանավորներ, այսինքն դա համախմբված աշխատանք եղավ իմ համար եւ Նայրի աշխատանքը նույնպես։ Այս անգամ իմ այցն էր X Factor մրցույթը։ Եվրատեսիլից անմիջապես հետո դրա համար ես չվերադարձա Հայաստան եւ Ավստրալիա մեջ X Factor-ի համար։ Այո, այն այցի ժամանակ ուղղակի հայտ ներկայացրեցի, չսպասելով, որ ես կստանամ պատասխան, բայց Եվրատեսիլի ընթացքում պատասխան եկավ ինձ, որ ես անցել եմ X Factor-ի նախընտրական փուլը եւ պրոդյուսերներն ինձ այստեղ սպասում են, շատ կցանկանային, որ մասնակցեմ։ Այդպես միանգամից Սիդնեի ես եկա Եվրատեսիլից, վերջի լսումին հասա, որը կայանում էր Մելբուրն քաղաքում, մասնակցեցի եւ ասեցին 2 շաբաթից պատասխան արդեն կունենանք, բայց շաբաթները երկարում էին եւ պատասխան դեռ չկար։ Պատասխանը այո երկարեց եւ խնդիրը եղավ նրանում, որ հիմա ես չեմ կարող այլևս մասնակցել X Factor-ին, շատ ցավոք, շատ պատրաստված եմ ես եկել, որ շատ երկար ճանապարհ եմ այստեղ անցնել X Factor-ին, բայց ժամանակը անցավ եւ ինձ մոտ խնդիր եղավ վիզայի, որովհետեւ այն վիզայով, որով ես եկել էի, դրանով ես չէի կարող TV public դուրս գալ, շատ ցավոք, բայց հուսով եմ մի օր այնպիսի վիզայով կգամ, որով կկարողանամ ներկայանալ, որովհետեւ
ինձ նաև հետաքրքիր է թե մրցույթը ոնց է կայանում այստեղ Սիդնեյում, Հայաստանից դուրս մրցույթները ինչպիսին են։ Այո, շատ կուզենայի, բայց քանի որ այստեղ եմ եւ դեռ ժամանակ էլ ունեի, մենք ծանոթացանք հայ շատ տաղանդավոր երաժիշտների հետ եւ ունեցա մի հատ շատ գեղեցիկ համերգ Basement Club-ում, քաղաքում, ամենահայտնի քլաբերից եւ հին քլաբերից մեկն է Սիդնեյում, շատ հաջողված համերգ ունեցանք, որից հետո անմիջապես արդեն բոլորը սպասում էին մյուս համերգին, բայց մենք դա էլ էինք նախատեսել, որը կկայանա այս ուրբաթ, օգոստոսի 12-ին, սիրով սպասում եմ, ով ցանկանում է, չնայած գիտեմ, որ արդեն տոմսեր ընդհանրապես չկան, բայց համենայն դեպս, եթե իմանանք, որ շատ սպասում եք, մենք մի տոմս բոլորին կներկայացնենք եւ կպահենք։ Նորից շատ գեղեցիկ համերգեր են, չնախատեսված համերգներ են, այս երկուսն է, բայց մենք շատ կարճ ժամանակահատվածում նորից համազգայինների հետ կարողացանք կազմակերպել, նորից իմ մեծ շնորհակալությունը նրանց, որ կարողացանք շատ շուտ եւ շատ գեղեցիկ կազմակերպել լրիվ ուրիշ համերգ, բացարձակ ուրիշ երկացանք, ուրիշ ֆորմատ, live band-ով, ինձ թվում է Սիդնեյում եթե, չգիտեմ, եթե առաջինը չէ, ապա երկրորդ համերգներից մեկը կլինի այսպիսինը եւ հուսով եմ, որ բոլորը շատ լավ տրամադրությունով կհեռանան համերգից օգոստոսի 12-ին, եթե իհարկե գան։ Արդեն իսկ բավական ջող ելույթներ ունեցած ես եւ մանավանդ մասնակցությունը X Factor-ին շատ հետաքրքրական է մաշա, դարձեմ մեր առաջին հայ անձնավորությունն է հավանաբար այս գաղութեններս, որ հայը միան գիտեմ որ այս գաղութեն չեք, սակայն ծեր մասնակցությունը անոր արդեն իսկ մեծ նշանակություն ունի, ափսոս որ ծեր վիզայի հարցերով չպիտի գնանք մնալ, սակայն վստահ եմ որ հարաճիգը հաջողություններ կսպասեն քեզի, որովհետեւ այսքան մեջը դաղանդ ունիս եւ այսքան ինչպես կզեն սլացք ունիս դեպի հաջողություն։ Իսկ իմ վերջին հարցումս պիտի լար քեզի, ինչ են ապակա ծրագիրներդ, ուր գուզես տեսնել, ուր կտեսնես այսօր վնե մինչև 10 տարի մաշամնջոյանը։ Մինչև 10 տարի անց իմ պլանները, իմ մոտակա պլանների մեջ մտնում է հասնեմ Երևան եւ զբաղվեմ կոնսերվատորիայից հարցերով, որովհետեւ արդեն իմ վերջի տարին է մնացել, որ ավարտեմ կոնսերվատորիան, իսկ երրորդ կուրսի վերջը ես բաց եմ թողել, պետք է հասնեմ, որ լրացնեմ, ինձ հիմա իմ մտահոգությունը դա է, որ ավարտեմ շատ գերազանց եւ առանց բացթողումների, իսկ ինչ վերաբերվում է համերգին, այս տարի նոյեմբերին Կանադայում նորից այնտեղի գաղութի համար համերգ ունենք, այո, նորից դուրս եմ գնում Հայաստանից, վստահ եմ, որ նորից գեղեցիկ կանցնի, որովհետև բոլորը, ովքեր կազմակերպում են դրսում համերգներ, ուզում են, որ շատ գեղեցիկ կանցնի, որովհետև Հայաստանից են բերում մարդկանց, ուզում են ամեն ինչ պատշաճ կերպով ներկայացնել։ Իսկ ապագա պլանները ես չեմ կարող ասել, որովհետև շատ շուտ փոխվում են պլանները։ Հիմա ես եթե ասեմ 5 տարի հետո ինչ եմ ներկայացնում, միևնույն է դա այնպես չլինի, ինչպես ես ուզում եմ։ Կարող ավելի լավ լինի, կարող եմ մի քիչ ուշ ավելի ստացվի։ Չգիտեմ, ես կցանկանամ ինձ հաջողություն, դե փոքր ժամանակից ես միշտ երազանքս եղել է, որ մեծ բեմում լինեմ, բոլորս էլ դա ենք երազում արտիստներ։ Մեծ բեմում լինենք, ճանաչված լինենք ամբողջ աշխարհով։ Տեսնենք։ Չգիտեմ, ես ամենայն դեպս փորձում եմ փոքր քայլերով, բայց փորձում եմ ամեն քայլս մի քիչ ավելի բարձր դնեմ։ Եվ վերջապես Մաշա, ինչ պիտի լար քու պատկամդ սրդի խոսքդ այն երիտասարդներուն, երիտասարդուհիներուն, որ ծնած են քեզի պես այդ տաղանդով եւ իրենց մեջ ունին այս գեղեցիկ տաղանդը, ինչպես կրնանադիգա զարգացնել եւ քեզի պես ճամփամը գդրել հաջողության։ Նախ երիտասարդները պետք է ճիշտ ընտանիքում մեծանան եւ շատ կարեւոր է նրանց ծնողների խոսքը եւ ծնողների ուղղությունը, որ փոքր հասակից նրանք ճիշտ ուղղություն նրանց տան, այնուհետև երբ արդեն կփորձեն ինքնուրույն դասավորել նրանց կյանքը, իմ փորձից կասեմ շատ անկեղծ կլինեմ, քանի որ ես մի քիչ ծույլ եմ, ուզենայի որ շատ քիչ, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Կուզենայի, որ երբեք երիտասարդները, եթե ինչ-որ բան ցանկանում են, եթե ինչ-որ երազանք կամ նպատակ ունեն, երբեք չկանգնեն, երբեք ոչ մեկի չլսեն, ուղղակի գնային այդ ճանապարհով, որոնք նրանք ընտրել են։
Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր խելացի եւ լավ մարդ հասնի իր նպատակին եւ եթե խելացի է, ապա առանց իմ խորհրդի էլ նա կհասնի իր նպատակին։ Այո։ Իսկապես շնորհակալ ենք սիրելի Մաշա այս շատ հետաքրքրական հարցազրույցին համար մեծ վստահ եմ մեծ տպավորություններ այսօր ունեցան մեր հերոստատիտողները Մաշա Մնջոյանի մասին այս ցերդված շատ հետաքրքրական եւ խելացի միտքեր են քեզի կմաղթենք հաջողություն եւ հարադեպ վերելք այս ասպարեզի մեջ ես վստահ եմ որ անպայման փայլող աստղ պիտի մնաս եւ ավելին պիտի փայլիս որովհետեւ այսպիսի մոդեցում ունիս հանդեպ արվեստիտ եւ ասպարեզիտ քեզ փյուր հաջողություն կմաղթենք եւ շնորհակալ ենք կրկին անգամ որ այս ժամանակին մեզի դրամատրեցիր եւ եկար մեր այսօրվա հարցազրույցին շնորհակալ եմ ձեզ հրավերի համար շնորհակալություն շատ սիրով եւ այսպիսով հարգելի հերոստատիտողներ մենք հասած ենք մեր այսօրվա հարցազրույցներու հայդակրի ավարտին մեր այսօրվա հարցազրույցի հայդակրի հյուրներ երիտասարդ արվեստագետուհի Մաշա Մնջոյան հարցազրույցը վարեց անցս Նորա Սևակյան